Հայաստանը ինչպես պետք է ռադիացիայից պաշտպանվի։ Ինչպես ուզում է թող պաշտպանի։ Պետք է պետությունից պաշտպանի։ Ռադիացիայից պաշտպանի դե կան համապատասխան միջոցներ իհարկե։ Բայց Հայաստանը այսօր կանգնած է այդ վտանգի առջև։ Իհարկե վտանգի առջև կանգնած է, բայց եթե հարց մնում է բանը Փաշինյանը, որ պիտի միջամտի, բան դա աբսուրդ է։ Իսկ Փաշինյանի հարցով ես ձեզ խորհուրդ կտայի, բանը ոչ թե ես մասնագիտության ֆիզիկոս եմ, էլի, ոչ թե ինձ դիմեք, այլ անասնաբուժի։ Չգիտենք էս։ Ուղղակի բնությունը որ շատ լինի ծառերը եւ այլն, գուցե դες պաշտպանվենք, էլի։ Բայց այսօր էս Իրանն որ պատերազմ են, մենք կանգնած ենք այդ վտանգի առջև։ Չէ, չեմ կարծում։ Ատոմակայանը։ Չէ։ Ինքը Ատոմակայանը լավ պաշտպանված։ Ոչ թե լավատես չեմ, ես գտնում եմ հա։ Ու կտեսնեք հա։ Ես հա։ Կարծեմ յոդ մասկաներով, յոդ ընդունելով ու բանից պատվալներում բախվելով։ Հայաստանը հիմա այդ վտանգի առաջ կանգնած է, ասեմ, ճիշտ ասեմ։ Ես Իրանի, Իսրայելի պատերազմի հետ կապված։ Սենց ասեմ, եթե միտեղ մարդ ունի ատոմակայան, դա արդեն վտանգ է, բայց դա հիմա դա առանց դրա էլ չի լինի, էլի։ Вы знаете, товарищи, я на армянском буксую. Որիշ նախագահ վարչապետը նստած է երբեք չի պաշտպանվել։ Իսկ մենք այդ խնդրի առջև կանգնած ենք այսօր, որ Իրանն ու Իսրայելը պատերազմում են։ Ամեն դեպքում ոչ թե պատերազմները վնաս են, որտեղ էլ ուզում ալնի աշխարհցային։ Մեր ատոմակայանին վտանգ չի սպառնում։ Ինձ թվում է այդքան չէ, որովհետև իրանք գիտեն, եթե ատոմականին վնաս լինի, իրանց էլ վնաս կլինի, ես չի, եթե մենակ մեզ լինի կարող ալնեն։ Ես չգիտեմ, որովհետև ես այստեղ չեմ ապրում։ Իսկ մենք կանգնած ենք այսօր այդ վտանգի առջև, օրինակ ատոմակայանին վտանգ սպառնում է, որ Իրանն ու Իսրայելը պատերազմում են։ Եթե Աստված ոչ անի, պրյամոյ պապադանի խփեն ռակետով, ուրեմն փորձանք կա, փոքր պետություն ասա, տարածությունը փոքր, տնես չի, որ անծավյատիր լինի։ Հովտեղորում պետք է կանգնի, հարևան ճարագատներից պաշտպանվելու համար։ Տվյալ ասենք քրթերական ժամը 11-ից մինչև ասենք ժամը 5-ը, ասենք եթե ուժը ճարագայթում է, կարելի է անպայման պաշտպանել հարավիտակ դուրս գալ, այդքան է։ Չէ, ջան, գաղափար չունեմ։ Իսկ մենք այսօր այդ վտանգի առջև կանգնած ենք ատոմակայանը։ Կանգնած ենք։ Մի քանի տեսակետով ենք կանգնած։ Ինչ պետք է անենք։ Չեմ կարող ասել, ես տեղյակ չեմ այդ ամեն ինչից, բայց գիտեմ, որ լավ չի։ Չեմ զգում։ Չեմ զգում։ Ատոմակայանին վտանգ չի սպառնում։ Եթե անխափան աշխատի, պետք է վտանգ սպառնա։ Իրանն ու Իսրայելը որ պատերազմում են, դրա արդյունքում Հայաստանին ոչ մի վտանգ չի սպառնում։ Դժվար ասելու հարց է, պետք է այդ տեղում որոշի մասնագետները պետք է բարձեն։ Մենք չենք կարող ասենք, եթե հատուկ սարքեր կա կարծեմ, դրանով կարան բարձեն։ Չէ, չգիտեմ։ Իսկ նման վտանգի առջև կանգնած ենք այսօր։ Ես չեմ հետաքրքրվում այդպես բաներով։ Իսկ դուք ինչ կասեք, ինչպես պետք է ռադիացիայից պաշտպանվել։ Մեր ձեռը չի։ Նիկոլին բա, հարցը տայր, ոնց ենք պաշտպանվելու։ Մեզանց ասում է մի հատ կռիվետ հալ, կեթանք էլի։ Թեկուզ տարիքը չի արցնում, բայց մտադրված եմ, եթե որ պատերազմն է, ես չգնամ։